Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական գրակոծների մասին Սյունիքից եկող ահազանգերին Հայաստանի պաշտպանության նախարարությունը ազատության հարցինի պատասխան հայտնում է, սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային գրակոծներ։ Ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ ընդգծում է հրադադարի ինտենսիվ էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես են գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թեիփր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 4:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Այլ Նահյանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ Աբու Դաբիի ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու համար։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Խաչատուրյանի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող ամենամյա ներդրումային համաժողովին։ Իր ելույթում նա նշել է, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների եւ նախկին կանոնակարգի վերանայման պայմաններում Հայաստանը, որպես երկխոսության համար բաց, խաղաղասեր, ժողովրդավար ու զարգացող տեխնոլոգիական տեսլականով երկիր, կառուցում է ժամանակակից կենսունակ քաղաքական եւ մրցունակ տնտեսական համակարգ։ Նա նաեւ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին եւ նշել, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության հասնելու օրակարգին։ Հակոբ Արշակյանը Տաշքենտում հանդիպել է Ֆրանսիայի պատգամավորական պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելիի հետ։ Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր, վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ Հակոբ Արշակյանն ընդգծել է Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման կարևորությունը, որը կնպաստի տնտեսական, սոցիալ-մշակութային կապերի զարգացմանը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալը պատվիրակությանը նաև տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի մասին, մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կեղծ հայտարարությունների պատճառով սահմանային լարվածության սրման կապակցությամբ։ Ընդգծվել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը, նաև հայ գերիների վերադարձը։ Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը եւ Ծովինար Վարդանյանը միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել են Միացյալ Թագավորություն Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, Տեն Քարդենի եւ Լորդ Ռենարդի հետ։ Քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին եւ խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Հայ խորհրդարանականները տեղեկացրել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններն ավարտվել են եւ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է։ Երևանում այս սեզոնին օդի որակը էականորեն բարելավվել է, ինչի մասին վկայում են ամբողջ քաղաքում տեղադրված 173 օդի վերահսկման սարքավորումները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այս մասին տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետարանի քառամյա գործողությունների ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ ուղղված մթնոլորտային օդի աղտոտման նվազեցմանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցում է Ուկրաինայում հրադադարի գաղափարին, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի կողմից Ուկրաինային հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Պեսկովը բացատրել է, որ խոսքը Կիևի ռեժիմի անվերահսկելիության, Կիևի ռեժիմի անկարողության մասին է, վերահսկելու մի շարք սերահեղական եւ ազգայնական ստորաբաժանումների գործողությունները, որոնք պարզապես չեն ենթարկվում իշխանություններին։ Ցանկացած արտաքին ագրեսիա Իրանի նկատմամբ կհանգեցնի երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին ԱՄՆ-ի եւ Իսրայելի պաշտոնյաների հայտարարությանը։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես պահպանում եւ կատարելագործում են ցանկացած սպառնալիքի դիմակայելու իրենց ունակությունը։ Մենք ամբողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման եւ ագրեսիայի։ Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, ապա նրանք անմիջապես համապարփակ պատասխան կստանան, ասել է դիվանագետը։ Խոսնակը նաև նախազգուշացրել է հարևան երկրներին իրենց տարածքը հարթակ չդարձնել Իրանի վրա հարձակումների համար։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկումների օրակարգում երկու հիմնական թեմաներ են՝ Գազայում պատերազմը եւ մաքսատուրքերը։ Կքննարկվեն նաեւ Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, իրանական սպառնալիքին եւ միջազգային քրեական դատարանի դեմ առերեսվելուն առնչվող հարցեր։ Նեթանյահուն հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում Թրամփը կմեղմացնի Իսրայելի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր 50 նահանգներում ավելի քան 1400 բողոքի ցույց է անցկացվել նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա գործընկեր միլիարդատեր Իլոն Մասկի քաղաքականության դեմ։ Ընդհանուր առմամբ ձեռքերը թեռու կարգախոսով ցույցերին մասնակցել է մոտ 600,000 մարդ, հայտնում է CNN-ը։ Դա ամենամեծ համազգային ակցիան է Թրամփի Սպիտակ տան վերադարձից հետո։ Ըստ Associated Press-ի եւ Reuters-ի ցույցերը կազմակերպել են 150 տարբեր հասարակական խմբեր, հանրահավաքներից առաջ կազմակերպիչները Թրամփին ներկայացրել են 3 հիմնական պահանջ՝ վերջ տալ միլիարդատերների կողմից իշխանության զավթմանը, դադարեցնել սոցիալական ծրագրերի եւ Մեդիսեյդի դաշնային ֆինանսավորման կրճատումներն ու փոքրամասնությունների վրա հարձակումները։ Հանրահավաքների մասնակիցները դեմ են արտահայտվել նաեւ տասնյակ հազարավոր պետական աշխատողների կրճատումներին եւ դաշնային գերատեսչությունների փակմանը։ Իսրայելական բանակը խոստովանել է, որ իր զինվորները սխալ են թույլ տվել մարտի 23-ին Գազայի հատվածում սպանել են շտապօգնության 15 աշխատակիցների, հաղորդում է BBC-ն։ Պաղեստինյան Կարմիր մահիկի շտապօգնության մեքենաների շարասյունը, ՄԱԿ-ի մեքենան եւ Գազայի հրշեջ մեքենան կրակի տակ էին հայտնվել Ռաֆահի մոտակայքում։ Իսրայելը հայտարարել էր, որ բանակը կրակ է բացել, քանի որ շարասյունը կասկածելի է թվացել։ Մեքենաները շարժվել են մթության մեջ առանց լուսարձակների կամ թարթող լույսերի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժը բանակի հետ նախապես համաձայնեցված չի եղել։